2019 թվականին մենք ստացանք առաջին ահազանգը աղտոտված արագիլների վերաբերյալ։ Գնալով նրանց թիվը շատացավ և 21 թվականին դառավ կրիտիկական։ Մեզ մոտ տևեց 4 տարի, որպեսզի մենք հասկանայինք ինչումն է խնդրի աղբյուրը, որ սա տարբեր տիպի պարենային յուղեր են, որոնք որ ճիշտ ձևով չեն ուտիլիզացվում։ Շրջակա միջավայրի նախարարության հետ և բնապահպանական և ընդերգիտեշական մարմնի հետ միասին մենք սկսեցինք աշխատանքը, որպեսզի հայտնաբերենք հենց բուն պատճառը և սկսենք նվազեցնել այդ աղտոտումը։ Ամբողջ այս տարիների ընթացքում մենք շարունակում էինք փրկել աղտոտված արագիլներին, մաքրելով իրենց և վերադարձնելով բնություն։ Ամբողջ այս ընթացքում մենք փրկել ենք հարյուրավոր արագիլներ։ 22 թվականից սկսած խնդրի ծավալը սկսեց նվազել, աղտոտված արագիլները գնալով սկսեցին քչանալ։ 2024 թվականին աղտոտված արագիլների թիվը կազմում էր 2021 թվականի հետ համեմատ ընդամենը 19%։ Տեսնենք ինչ կլինի այս տարի։ Միացեք մեզ արագիլների մոնիտորինգի ընթացքին։